Բարի ուշ բոլորին, մենք շարունակում ենք մեր ոդքասթը, այսօր մենք շատ յուրահատուկ հյուր, որը sense համեստ նստած աստեղ, լարված մի փոքր, չգիտի ոնց իրան պայի, որ մի քիչ բացի, որովհետև ոնց հասկացա առաջի իր հարցած զրույցն է, ուրեմն այս տաղանդավոր աղջկան հանկարծակի եմ հանդիպել համացանցում, տեսել եմ իր աշխատանքները ու սիրահարվել եմ իր գործերի։ Այսպես սիրահարվել եմ, երեքմանից ակրում եմ, որ երբ որ Սուզանան բերեց այս մի փող կապը մեր խանութ, ես հասկացա, որ ես դա պատրաստ չեմ ուրիշին վաճառել ու ինքս վերցրեցի իմ մոտ։ Այսպես գեղեցիկ բաներ ա ստեղծում, այս տաղանդավոր աղջիկը, անունը Սուզանա, բրենդը ոչ պակաս գեղեցիկ անուն ունի, աղորիկ, շատ շնորհակալ եմ, որ սենց բաներ եք մտածել, որովհետև մեր մոտ պակասում է այս սենց փողկապային ոնց ասեմ մշակույթը, ես քիչ եմ նկատել, որ աղջիկները Հայաստանում փողկապ են կրում, ինքս շատ սիրում եմ, ուզենայի, որ դուք մի քիչ ավելի մանրամասն պատմեք, համ բրենդի մասին, համ ոնց եք եկել այս մտքին, գաղափարին, ձեր մասին, շատ հետաքրքիր է։ Նախ քանի ունեմ հնարավորություն, ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել առաջին հերթին այս ամեն ինչը ստեղծելու համար եւ իմ առաջին քայլերը նկատելու համար, որովհետեւ կարելի ասել սրանք իմ առաջին քայլերն են ու ուղեկիցը դուք եք։ Շատ շնորհակալ եմ այդ ամեն ինչի համար։ Իսկ աղորիկի գաղափարը եթե կոպիտ հաշվարկով ասենք, սկսվեց մանկությունից ուլունքագործությունը։ Իսկ ինչ մնում է բրենդ ստեղծելուն, այդ ամեն ինչը սկսվեց անցյալ տարի։ Մասնագիտական կրթությամբ բանասեր եմ, շատ էի կարդում արևմտահայ հեղինակների, բառը աղորը շատ է հանդիպում այնտեղ, դուրս շատ էր գալիս, երբ որ մտածում էի բրենդ ստեղծելու մասին, իհարկե առաջին հերթին լավ անուն եք ման գալիս, եթե պետք է մտածեի դնել սիրունիկ կամ գեղեցիկ շաբլոն էր լինելու։ Դրա համար որոշեցի, որ դնեմ աղորիկ, նախ ինքը շատ գեղեցիկ է, տարածված չէ, հետո բնութագրում էին բրենդը, ինչու չէ նաև կրողներին, որովհետև եթե տեսել եք, ես երբ որ ռիլ եմ պատրաստում, իմ հետևորդներին հենց այդպես էլ դիմում եմ աղորիկներ։ Կրողին է բնութագրում, ինչու չէ նաև այն զգացողությունները, որոնք մարդիկ զգում են տվյալ ապրանքը գրելուց։ Ասում եք, ոնց եք ասում եք կրիր աղորիկ, եղիր աղորիկ։ Այո, դա իմ կարգախոսն է, նոր կարգախոս, նոր ձեռագիր, ինձ թվում է այս ամեն ինչը նոր է հայկական շուկայում եւ ոչ միայն։ Սովորաբար մարդիկ բրասլետներ են կրում, սենց բիսելից, չէ, կամ ուղեր, բայց ես օրինակ առաջի անգամ եմ տեսնում փողկապ, ցեղեցիկը չէ, մի հատ կպատմեք, ոնց որոշեցիք հենց փողկապեր ստեղծել։ Շատ պատահական ստացվեց այս ամեն ինչը, ուրեմն հենց ամենասկզբից սկսեմ, երբ որ ամուսնուս հետ դեռ ուղղակի շփվում ենք, ինքը գիտեր, որ ես շատ եմ սիրում ուլունքագործությամբ զբաղվել, ինձ դասգահ նվիրեց, ես չգիտեի դասգահի հետ ինչպես վարվել։ Մոտ 2 տարի դասգահը մնաց արխիվում, հետո մի օր հանեցի, որոշեցի ինչ-որ մի բան պատրաստել։ Ձեռնաստացի պես ինչ-որ սովորական բան ստացվեց, թեմնոց էր ուղղակի, դա էլ հենց այնպես գնաց։ Ու հանկարծ Ֆրիդա Կալոյի դիմապատկերը տեսա սխեմայով, առաջին աշխատանքս հենց սա է։ Որոշեցի փորձել, ընդհանրապես չգիտեի ինչպես են աշխատում դասգահի վրա։ Փորձեցի, ճիշտն ասած մտածում էի, որ հենց թևնոցել լինելու է, բայց երբ որ արդեն պատրաստ էր աշխատանքը, թևիս եմ դնում ու զգում եմ, որ ընդհանրապես գեղեցիկ չի թևի վրա, ամբողջ աշխատանքը ջուրն է ընկնում, ոչինչի նման չի։ Աչ պտտեցի, ձախ պտտեցի, վրաս պահեցի, հասկացա, որ սա պետք է այսպես ինչ-որ փողկապ լինի, այլ տարբերակ չկար։ Հետո մտածեցի վերևից ուլունքներ ամրացնել, ինչպես տեսնում եք այստեղի այս հատվածները ավելացրեցի ու ստացվեց այն, ինչ ստացվեց։ Շատ գեղեցիկ ստացվեց, միջանոց իմի տարբերակի վրա, ոնց հասկանում եմ, սա բնական։ Այո, բնական մարգարիտ է։ Էլի կա Ճապոնի վրա բնական քարերին եք։ Այո, Վեներայի վրա ունենք բնական քարեր եւ մարգարիտներ են եւ այդ բնական քարեր ու հիմնական ամրացված քարերը բյուրեղապակի է եւ ապակի։
Այս բայդրությամբ գիտեմ, որ աշխատում եք Սալոմեի Այո։ արկերի վրա։ Երբ պատրաստ լինելու մոտ Սալոմեն մոտավորապես 3-4 օրից պատրաստ կլինի։ Դա էլ նոր քայլ է։ Դա էլ նոր քայլ է, որովհետև եթե մինչև այդ պատրաստում էի համաշխարհային արվեստի գործերից, հիմա որոշեցի, որ պետք է լինի նաև հայկականը, ճիշտ է, սխեմա պատրաստել ինձ համար շատ բարդ աշխատանք է, պետք է տիրապետել այդ ամեն ինչին, բայց փորձում եմ ստանալ։ Աշխատանքը ճանապարհին է։ Այո, ինչ ասում եմ, շեշտադրում եմ պահին, որ սխեմաները պատրաստում է Սյուզանան, այսինքն հատկապես հայկականները առելի մեծ աշխատանք դու պիտի համապատասխան սխեմաստանաս համգույնայինով, ամեն բիսերի հատիկներով։ Այո, մի ճշտում, սրանք իմ սխեմաները չեն, սրանք պատրաստի սխեմաներ են, բայց այո կան, որոնք որ ես եմ պատրաստել։ Հունարվ եղել է պատվեր, որ ես ստացել եմ այդ պատվերը, սակայն երբ նայել եմ սխեմային, զգացել եմ, որ ես այդ սխեմային կոնկրետ չեմ տիրապետում, այլ ձևով է հավաքված, ու սիրտվա հատիկ վանդակավոր տետրի վրա փոփոխել եմ սխեման։ Ինչքան ժամանակ է տևում սխեմայի սա։ Ինչքան ժամանակ խորում ձեզանից դա։ Դե եթե հաշվի առնենք, որ այժմ մեզ օգնության է հասել հրեստական բանականությունը, ոչ այնքան 3 օր միասին գլուխ ենք կոտրում, միջև ստանում ենք իմ ուզած երանգը, իմ ուզած բևը, տեղավորում ենք վանդակների չափը եւ այլն։ Ուզում ասեմ, որ ես մենակ հավաքելը չի։ Ահագին երկար աշխատանք մարդը նույնիսկ բանական ինտելեկտից օգտվելով 3 օր տևում է, որ դուք ստանաք այդ սխեման։ Շատ գեղեցիկ են ձեր փող կապել, ուզում եի հասնել ոնց եք դուք ընտրություն կատարում, որովհետև իրականում համացանցում տարբեր սխեմաներ կան, հատկապես բրասլետների համար, ինչ-որ վզնոցների համար, ոնց եք դուք ընտրում։ Նախ պատկերները աշխատում եմ վերցնել այնպիսի բաներ, որոնք հայտնի են արվեստի գործերի վրա ավելի շատ կենտրոնանում։ Հետո պետք է ուշադրություն դարձնենք չափին, բնականաբար եթե շատ ներ լինի, արդեն փողկապի համար համապատասխան չի լինի, դա կհամապատասխանի թևնոցին։ Մնացածը ճաշակի։ Կան ավելի լայն, փողկապեր կամ կորնեգես։ Այո, դա լայն է, վեկես հատիկ։ Ես համապատասխանեցնում եմ, եթե շատ լայն է, օրինակ վերջերս ուզում էի նվեր անել հայտնիներից ինչ-որ մեկին, բայց զգացի, որ երբ պատրաստում եմ, շատ լայն է լինում, կոնկրետ նկարի չափով է լինում ու հաստատ ոչ մեկ չի կրի։ Ինչի նման կլիներ, եթե նկարը կախել դուրս գար։ Ինձ թվում է, եթե ինքն այնց ֆորմա ունենա։ Ֆորման սովորական քառակուսի էր, ուղղակի ավելի լայն։ Իսկ մտածել եք օրինակ ինչ-որ այլ ֆորմաներ։ Այո, բայց արդեն պետք է աշխատեմ, պետք է նորից սովորեմ ինչ-որ բաներ, արդեն ինքնուրույնության սահմանից պետք է դուրս գամ։ Իսկ ինչ նպատակներ ունեք ամեն ինչ հետ կապված, որտեղ եք տեսնում թեկուզ եւ մյուս տարի ինչ երազանքներ ունեք ամեն ինչ հետ կապված։ Կցանկանամ, որ իսկապես ինչ անվանում ենք բրենդ, դառնա բրենդ։ Հիմա էլ է բրենդ։ Այո, ուղղակի առաջին քայլերն են, ճիշտ է, շատ մեծ երազանք ունեմ, բայց չգիտեմ ինձ ուր կտանի։ Բայց իսկապես կուզեմ, որ մյուս տարի արդեն քիչ թե շատ ճանաչված բրենդ լինի Հայաստանում։ Մենք ամեն ինչ կանենք, որ ձեզ օգնենք այդ հարցում։ Շնորհակալ Դուք շատ լուսավոր ու sense պոզիտիվ կերպար եք ուզենայի ձեր մասն էլ մի փոքր ավելի շատ պատմեք։ Ինչպես նշեցի, մասնագիտությամբ բանասեր եմ, մանկուց սիրել եմ ստեղծագործել, դեռ առաջին դասարանում կարդում էի փոքրիկ բանաստեղծություններ, շուտասելուկներ ու ինքս չէի կարող օրինել, փորձում էի ուրիշի օրինածը վերաձևակերպել, մամային հարցնում եմ, մամ, այսպես որ անեմ սիրուն կլինի, ու այդպես շարունակ հիշում եմ, որ անընդհատ նկարում էի, ճիշտ այդքան էլ լավ չէր ստացվում, բայց դե չէի հանձնում, անընդհատ նկարում էի, հետո եկավ շրջան, որ հագուստ էի փորձում ինչ-որ ստեղծել, տիկնիկների համար էի կարում, գլխի վրա նկարում էի, հետո փորձում կարել, իսկ 13-14 տարեկանից արդեն սկսվեց ուլունքագործությունը։ Քույրս ինձնից մեծ է 6 տարի, ինքը առաջին փոքրիկ գործը ինձ սովորեցրեց հասարակ գործվածք։ Դրանից հետո անդադար սկսել էի գործել։ Այստեղից այնտեղից թեկուզ հագուստի վրա այդ ուլունքները փոխելով ինչ-որ բաներ էի պատրաստում։ Դասընկերուհիներից բոլորի համար պատրաստել էի թեմնոցներ, դպրոցում բոլորը ջղայնանում էին, որ աշակերտները թեմնոցներով են դասին գալիս, բայց ինչի՞։ Դե այո, դպրոցում քիչ թե շատ չէր թույլ տալվում։
It որ դպրոցնատ են երեցկությունը արկելում։ Ադե այդքան էլ երևի գեղեցկություն չեն այդ ժամանակ։ Չեմ համոզել, չեմ պատկերացնում։ Քննոցները շատ բարագործվածքներով շատ էին դիտում դրա համար երևի աչքեր են կրում։ Անկելի տնօրեններ եւ դասատուներ, խնդրում եմ կոտրեք այդ ստեղծագործական միտքը եւ ամբիցիաները ձեր աշակերտների մեջ։ Դա կարեւոր է։ Բարիկները, աշակերտները իրենք պիտի մանկուց այդ ամեն ինչը զգան, այդ սերը արվեստի հանդեպ փորձեն, մի խոչընդոտեք, ինչի համար։ Թող դրեն, թող ստեղծեն, թող տարածեն։ Իսկ չեմ հասկացել հիմա իրենք։ Ինչ։ Եվ չեն ընդհիշի որ այդ խոսականները։ Համար է ինչ խանգարում։ Մի արեք հենց, խնդրում եմ, ընդհանրապես խրախուսեք ամեն ձև, օգնեք, ցույց տվեք, խոսացեք դրա մասին։ Ինչ խոչընդոտներ եք ունեցել ձեր ստեղծագործական ճանապարհի։ Վախեր եմ ունեցել շատ էջ վարելու, տեսախցիկների հետ շփվելու, շատ էին վախենում, ու հետո, չգիտեմ, ընդհանուր շուկայի հետ կապված խնդիրներ, շատ է, չէ, հիմա ամեն ինչ ձեռագործ աշխատանքները շատ են վախենում եմ, որ եթե ես էլ այդպես ինչ-որ մի բան անեմ, չի գնահատվի կամ ընդհանուրի մեջ կորչի, իսկ հիմա, երբ որ արդեն կանգ եմ առել հենց փոխկապների վրա, կարծում եմ, որ հնարավորություն ունեմ։ Ես հասկանում եմ դուք ինչի մասին եք խոսում, որովհետև մեր խանութի կոնցեպտն է հենց դա է։ Այսինքն ուման բացումը որպես unique modern army-ն ու մեր կոնցեպտը հենց նրա մասին է, որ մենք գտնում ենք տարբերվողներին, նրանց, ովքեր ունեն ինչ-որ շիշկաներ եւ յուրահատկություններ։ Ճիշտ եք ասում, որ բիսերով աշխատողները շատ են։ Այն թիմստեղ մոտակայքում դերնից արում անես գալիս, լիքը կտեսնեն բասլետներ, վզնոցներ, բայց երբ որ դու out of the box ես արդեն մտածում ես լրիվ ինչ-որ այլ պրոդուկտ, դու սկսում ես տարբերվել եւ ոչ թե շուտ քեզ սկսել նկատել եւ կարծում եմ ձեր մոտ բավականին արագ է ամեն ինչը ստացվի։ Ձեր ամուսնուց պատմեք, որովհետեւ միշտ որ գալիս եք ինքը ձեր կողքին է, ոնց հասկանում անընդհատ խրախուսում ես։ Հենց եթե ես հասել եմ այս փուլին, հենց առաջին հերթին շնորհակալ եմ իրեն, որովհետև երբ որ ես ցուսալակվում եմ, ասում եմ, լավ, ում պետքով առնելու, չեն նկատում եւ այլն, ինքն ասում որ դու սպասի, դու համբերի ու միշտ ասում է ժամանակ է գալու, դե ինձնից շատ ես աշխատելու, միշտ այդպես ասում, բայց հանկարծ երես չառնես։ Ինչու ոչ։ Առաջին ծատարողը ինքն է ու տուփերը հորիկի, հենց նրա ձեռքի գործն է։ Արդեն ասել եմ ձեզ։ Ձերագործ տուփիկները մոտ աղորիկի հատվածը ինչ որ նկատում այստեղ դրված շոկ գեղեցիկ։ Շարունենք, ով որ հետևում է մեր էջին, տեսած կլինի։ Բացի սրանից ինչ հոբիներ ունեք, ինչ նախասիրություններ ունեք, նպատակներ ունեք։ Երբեմն գրում եմ, բայց ինձ համար եմ գրում։ Գրում եք։ Այո, չգիտեմ, մի օր գիրք կդառնա թե ոչ, հիմա ինձնից բացի ոչ ոք չի կարդում, ինձ համար եմ գրում։ Չեմ ուզում շատ փակագծերը բացել։ Երազանք է, դա էլ մի երազանք է, հատուկ վերնագրով, ես հասցեատել ունեմ այդ ամեն ինչը, բայց հիմա չեմ ասի։ Ինձ թվում է ինչ-որ ավելի հասուն տարիք գա, որ այդ ամեն ինչը կմշակվի և կտպվի։ Դու քանի տարիք ունես։ 25։ Какая молодая։ Ո՞նք շատ օրես կան բան եք հասցնում, իսկ շատ բան ունեք, արդեն գրეთ։ Տարբեր նոթատետրերի մեջ տարբեր բաներ պիտի հավաքվեն ինձ թվում է, բայց կոնկրետ հիմա ունեմ մի նոթատետր, որ դրա մոտիվը լրիվ այլ է, հենց այն է ինչ որ ուզում եմ տպել։ Մյուսները չգիտեմ ինչ կանեմ, դուրս կգան հետո չեն գա, բայց սրանք նպատակով ամեն անգամ այսպես հավաքում եմ։ Չէ բանաստեղծություններ են։ Չէ, ավելի շատ ինչ որ մտքեր են, բանաստեղծություն հազվադեպ։ Մտքեր են։ Ապագայում ունենանք Սյուզանայի կողմից աֆորիզմների ինչ-որ գրքույկ, իսկ առհասարակ դրամն է սիրած գրողը։ Թումանյանն եմ շատ սիրում, Թումանյանն ավելի ճիշտ, որովհետև Թումանյանի լեզուն պարզ է ու հասկանալի բոլորին։ Դրա համար շատ եմ սիրում իրեն, Սահյանին,
Մի խոսքով մեր բոլոր դասական մեծերին սիրելին են, չեմ կարող առանձնացնել։ Իսկ դուք բալիկներից սիրում եք։ Այո, սիրում եմ շատ։ Ապագայում ուզում եք լուքել բալիկներ ունենալ։ Ուզում եմ, բայց երբ ամբողջությամբ պատրաստ կլինեմ դրան, որովհետև շատ պատասխանատու աշխատանք չասեմ, չգիտեմ ինչպես դու Աշխատանք։ պատասխանատվությունն է շատ մեծ։ Երբ որ ես կամ որ ամբողջությամբ իմ ոտքերի վրա եմ կանգնած, ինչ որ բան իրոք ունեմ տալու այդ երեխային, միայն այդ ժամանակ։ Ես կասի վայելեք ձեր ազատությունը, որ կարողանում եք հանգիստ sense երբ պետքա դուրս գալ, գնալ, խոսել հարցազրույցների մասին։ Դա այդքան հեշտ չի, շատ նույնш նոստալգիայով եմ նայում ձեզ այդ որոնցեք sense բայ գնահատեք, չէ՞ լավչիկներ ջան, հասարակ գնահատեք ձեր ազատությունը, որ դի կարող եք ձեր համար ապրել։ Դե հիմա հասարակության մեջ ճնշումը շատ է տաղմում, դրա համար ոչ բոլորն են կարողանում։ Որ ճնշում։ Օրինակ ճնշում ամուսնանալու, ճնշում երեխա ունենալու։ Այո, կապեց բան Հայաստանում հատկապես։ Կապեց ինձ թվում է կամաց մարում է ճնշումը։ Թե չի Քիչ թե շատ։ Դուք ո՞նց եք վերաբերվում հենց այդ հասարակական կարծրատիպերին, ճնշումներին, որ ասեցիք, որտեղ շատ կարևոր թեմա Շատ վատ։ բան արեցիք, էլի Որովհետև ամեն մարդ իր կյանքի տերն է։ Շատ վատ է վերաբերվում կողքի ճնշումներին, յուրաքանչյուր մարդու իր ճակատագիրը, ունի իր ընտրությունը, թեկուզ եւ աշխատանքի հետ կապված ամեն ինչի հետ պետք է ճնշումներ վերանան, որովհետև իմ վրա բերեմ օրինակը, ավարտել եմ, ստացել եմ մասնագիտություն, բայց ինձ դուր է գալիս դա, ես այստեղ եմ ազատ, ես այստեղ եմ ստեղծագործում։ Դրա համար ավելի լավ է թողնենք մարդիկ անեն այն, ինչ որ իսկապես ուզում են, ինչ որ երջանկացնում է։ Էլ ինչ աշխատանքներ եք դուք սարքել։ Ունեմ նաև չոկյատներ, կրկին նորություն են, ելին երևակայության արդյունքը, պատրաստում են մետաղական դարերից, ծերի տարբեր բնական քարերից, բյուրեղապակուց, ապակուց եւ այլն։ Դրանք էլ են նոր, ինձ թվում է էլի շուկայում դրանից չկա։ Մարդիկ քիչ-քիչ ծանոթանում են, հիմնական երեկոյան զարդեր են դրանք։ Բայց եթե նայենք պարզ հասարակ հագուստը, կարող են դարձնել ավելի այսպես ճոխ, լրացնել, դրանք էլ եմ շատ սիրում։ Ունեմ նաև բարակ ավելի ինչ-որ առօրյա կրելու զարդեր, դրանք ավելի շատ պահանջարկ ունեն, բայց շատ են դրանցից, Բնականաբար։ շուկայում շատ են։ Ոնց քեզ էլ հագցնեմ սիրուզը։ Ես որը հագցնեմ շեյլին։ Իդեպ քանի խոսեցինք հագցնելու մասին, ապագայում նաև ծրագիր ունեմ մանկական այսպիսի փոխկապներ ստեղծելու տարբեր մոլտերոսների կերպարներով։ Ճիշտ է, մոռացել էի։ Այո, այստեղ պետք է բերեմ գտնված երազերի աղջիկին, իսկ հետագայում նաև այլ մոլտերոսների կպատրաստեմ։ Իսկական դա շատ ակտուալ է, հատկապես հիմա, որ դեպրոցական այդ սեզոնը սկսվում է, ու շատ են պարտադրում, որ սպիտակ սավուչկաներով լինեն մոնտիկները։ Փոխկապիկները Ուղղակի երեխաների համար կլինի ավելի մատչելի։ Որովհետև ես շատ եմ ուզում, որ իրենք կրեն։ Իսկ դեր ընտանիքի անդամները ոնց են վերաբերվում ես։ Ասեմ անկեղծ եմ, սկզբում թերահավատով են։ Խի։ Չգիտեմ, պապիկս ուսուցիչ է եղել, անընդհատ ասել են մասնագիտությունը ոչ մեկ չվերցրեք, հետո ես ֆինանսիական ուղղությամբ բոլորը սպասում են, որ ես պետք է մտնում դպրոց ու աշխատեմ, փորձեցի, բայց դասի որի մեջի, չգիտեմ, երևի սպասումներ կան։ Աշխատանքն էլ այդեպ շատ թերագնահատվում, այս ոլորտի աշխատանքը շատ թերագնահատվում է, ինչու օրինակ առաջ թեթև փոքր զարդեր ունեի, որ 1000 դրամի սահմանում դրված էր, ու մեկնաբանություններով գրում էին, իսկ ավելի էժան, ասենք 1000 դրամից էժան ձեռագործ զարդը, ինչպես եք պատկերացնում։ Այդ պարագայում պետք է միշտ հասկանալ, որ դա ուղղակի քո հաճախորդը չի։
որովհետև 1000 դրամից էժան դա պիտի ոչ ձեռագործ լինի, դա պիտի ոչ այդքան որակով լինի, մեր մասին չի դա։ Ու իդեպ նշեմ, որ եթե ես ինչ-որ բան պատրաստում եմ, ուղղակի թելի վրա ինչ-որ ուդունքներ չեմ դնում, ասում սա ձեռագործ զարդ է, եթե իրոք թեկուզ մատանի է, դա գործվածք է, ես առանց գործելու ոչինչ չեմ դնում։ Ուրեմն կարևորում են փաստը, որ մեր հայկական բրենդերը պիտի ոչ թե փորձեն համոզեն հաճախորդին, որ հունունքի վրա, որ թելի վրա հավաքած հունունքները կամ չեմ այլ քարերը դա ինչ-որ ունիկալ զարդ է, այլ ընդհակառակը փորձեն մտածեն իսկապես ինչ-որ ունիկալ զարդ է, որովհետև դուք կլասը գցում եք, կներիք, թող ինձանից ոչ ոք չներանա, բայց երբ որ դու տեսնում ես ինչ-որ շատ Պարզ բան, որի հավաքել է տեղում անդամն է 2 րոպե, բայց գինը այնքան բարձր է, որ դու չես հասկանում դրա իմաստը բացած։ Օգտագործվող նյութերն են հաշվի առնում, բայց եթե նայենք, թե բարդ աշխատանքները ինչքան ժամանակատար են ու դրանք անհամեմատելի է։ Դու տեսնես օրինակ յաման 50,000 դրանոց զարդ, որը իրանից չկամ, ինչ-որ կուրոնա, պրոստը մի հատ քարը, որի նույնիսկ դու չես ստեղծել ինչ-որ թելի վրա, ու մեկ էլ տեսնում ես, այսինքն փողկապ, որի վրա մի քանի օր աշխատել ես։ Գնահատեք, սիրելի հաճախորդներ, գնահատեք մարդու աշխատանքը իր ժամանակը, որովհետև մեր ժամանակը ամենակարևոր ու թանկ ռեսուրսն է։ Ու այստեղ մի փաստ է գա։ Եթե ես սրան տրամադրում եմ օրինակ մի շաբաթ ժամանակ, ու ես չեմ աշխատում այլ բաների վրա, չեմ գնում այլ աշխատանքի, բնականաբար սա իմ աշխատանքն է ու պետք է ունենա իրեն համապատասխան աշխատավարձը։ Չէ՞ որ այդ 7 օրվա ընթացքում ես օդով չեմ ապրում։ Այո, բնականաբար։ Պետք է ամեն ինչ հաշվի առնենք, հետո թափված աշխատանքը։ Այստեղ հատիկ տեղադրված են։ Ու ընթացքում շատ բարդ է լինում, թելն է կտրվում, հենց հնարավոր է, որ չգիտեմ, վերջացնեմ աշխատանքը, վերևը հավաքելու ժամանակ արդեն այդտեղ ավելորդ թելեր կա հալեցնում ու ամբողջ աշխատանքը փչանա, վերևից կտրվի։ Հիմա ես պետք է մտածեմ այդ կտրված հատվածը ինչպես ուղղեմ, ոնց նորից կյանքի բերեմ, շատ բարդ է, հեշտ չէ այս ամեն ինչը։ Լիքը նյուանսներ կան։ Ու այո, պետք չէ այս ամեն ինչին համահրանքով մոտենալ։ Համաձայն եմ, պետք է գնահատել ինչ աշխատանք։ Ինչ կցանկանաք ումային։ Ումային մեծամեծ հաջողություններ, որ ավելի շատ ընդլայնվի այս ամեն ինչը, որովհետև ինչ որ մեզ շրջապատում է, իսկապես յուրահատուկ է եւ գեղեցիկ ու իսկապես հայկականն է։ Շնորհակալություն։ Երբ մի հատ հարցվալ բոլորին տալիս ենք միշտ, ինչի համար եք շնորհակալ Աստծուն ամեն շատ։ Ամեն ինչի։ Թեկուզ նրա համար, որ իմ որ բացվում է, ես արթնանում եմ, որ իմ հարազատները առողջ են, կողքիս են։ Շնորհակալությունը միշտ պետք է մեր մեջ լինի, ամենակարևորն է։ Ճիշտ է։ Երբեմն մոռանում ենք շնորհակալ լինել, դա ամենակարևորն է։ Հենց մենք մոռանում ենք շնորհակալ լինել, մեր աշխարհը կամաց հայտնի։ Պիտի գնահատենք ամեն ինչ։ Որպես մենք սկսենք գնահատել են ամեն ինչ, որ մենք ունենք։ Ես շատ շնորհակալ եմ, որ դուք այսօր մեզ հյուր եկաք, շատ հաճելի է, շատ գեղեցիկ էր ամեն ինչ, ու ես չեմ հոգնում նայելուց ձեր աշխատանքներին, ես հավատում եմ, որ ձեզ ամենամեծ հաջողություններն են սպասվում։ Միշտ դժվարություններ լինելու են, երբեք չկոտրվեք, երբեք իմացեք, որ Աստծո օրհնությամբ ամեն ինչ լավ է լինելու։ Շատ տաղանդավոր եք ու շատ լավ մարդ եք։ Շնորհակալ եմ, ես ձեզ եմ շատ շնորհակալ ամեն ինչի համար, ինձ նկատելու համար, օգնելու համար։ Շատ շնորհակալ եմ։ Օգնելու համար։